Նախորդ հրապարակումներից մեկում արդեն պատմել եմ հնդկահայ համայնքի մասին։ Հիմա առաջարկում եմ միասին բացահայտենք հնդկական արքունիքում մեծ հեղինակություն ու պաշտոն ունեցած 3 հայերի մասին։ 13-րդ դարի կեսին Մադրասի ամենահայտնի հայ վաճառականներից էր Խոջա Պետրոս Ոսկան Վերիջանյանը։ Նա սերտ կապեր ուներ բրիտանական արևելահնդկական ընկերության հետ եւ Մադրասի նահանգային խորհրդի անդամ էր։ Նա իր սեփական միջոցներով կառուցեց Մադրասի հայկական կամուրջը, որը դարձավ քաղաքի կարևոր ենթակառուցվածքներից մեկը եւ գործում է մինչ օրս։ Խոջա Պետրոսն իր ողջ ունեցվածքը նվիրաբերել է Սուրբ Էջմիածնին, Երուսաղեմի եւ Մուշի վանքերին, ինչպես նաեւ Ռոմի Սուրբ Պետրոս եկեղեցուն։ Մյուս անվանի հայերից էր Գրիգոր Խոջա կամ Գորգեն խանը, ով Բենգալիայի նավապ Միր Ղասիմի օրոք նշանակվել է բանակի գլխավոր հրամանատար։ Նրա իրականացրած բարենորությունների շնորհիվ հնդկական բանակը կարողացել է երկար տարիներ դիմակայել անգլիական զորքերին։ Եվ թերևս Հնդկաստանի ամենաազդեցիկ հայը եղել է Մումթազ Մահալը, Հնդկաստանի տիրակալ Շահ Ջահանի կինը։ Ըստ որոշ հետազոտողների նա ծագումով հայ ազդեցիկ գործիչ Ասաֆ խանի դուստրներ, ում հիշատակին Շահ Ջահանը կառուցել է աշխարհի նոր 7 հրաշալիքներից մեկը՝ հավերժական սիրո խորհրդանիշ Թաժ Մահալը։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր տպավորություններով եւ հետեւեք Ռենեսանսին նոր բացահայտումների համար։